Հայր ջան, բարի լույս։ Ուրեմն տարբեր ցեղեր, ժողովուրդներ, նաև ինչ որտեղ ազգեր տարբեր սովորույթներ ունեն, ինչ որ մշակույթ, տարբեր մշակույթ ունեն իհարկե եւ այլն, որոնց ցեղերի մոտ դա արտահայտվում է իրենց նույնիսկ արտաքին տեսքով։ Տեսել եք ուրեմն Աֆրիկայում մանավանդ ցեղեր կան, որ շրթունքներն են այսպես ինչ որ մեծ ափսե են դնում շրթունքի մեջ, փոքր ժամանակվանից դնում են, մեծացնում են ու մի խաշի ափսեի նման կարող է մեծ ներքևի շրթունքի վրա ափսե լինի։ Մյուսը վիզն է երկարացնում, այն մյուսը սիրում է որ քթից ինչ որ մեծ օղակ կախված լինի։ Ազգեր կան, որ սիրում են իրենց, ասենք, ականջների այս բլթակները երկարացնել, ցեղախմբեր եւ այլն։ Մեր ժողովուրդն էլ ունի իր ուրեմն սիրած այդ ձևերից մեկը, ժողովուրդն եմ ասում, ազգը չեմ ասում, իմ համար դա տարբերություն ունի, եւ մեր մոտ էլ սիրում ենք ականջներից լապշա կախել, ականջներից լապշա, ինչքան շատ, այնքան լավ, բոլորին դուր է գալի, որ իրենց ականջներից լապշա են կախում, ու տենց որ եթե ուշադիր նայենք, ահագին ժողովրդի մեծ մասը ուղղակի հիացած դրանով իրենց ականջների լապշաները կախած, sense ֆրֆռում են երջանիկ։ Լավ, ինչքան կարելի է, էլի, ինչքան կարելի է ականջներով, ուրեմն ականջներով սիրում են ասում են, հա, կանայք, բայց դա ուրիշ բան էլի նկատի ունեն։ Ինչքան կարելի է ականջներով ընտրել։ Ասենք մեկի մտքում ասում այդ փրկիչները, էլի, որ լսում եք, ասենք, մեկին դուր է գալի, որ այս ինչը աշխարհում ամենաշատ հայոյանքն է տալի, դա դառնում է փրկիչ։ Մյուսին դուր է գալիս, որ այս ինչը աշխարհում ամենամեծ սարերն է խոս տալի, դա դառնում է փրկիչ։ Այն մյուսին դուր է գալիս, որ շատ գեղեցիկ բաներ է ասում, շատ հմայիչ խոսքեր է ասում եւ այլն եւ այլն։ Ու տես փրկիչների շարան, լավ, երկու ամբողջ սերունդ կորցնեք, հայրենիքի կեսը կորցնեք։ Այս ամբողջ դժվարությունները, այս ուրեմն բանի նվաստացման, այս ամեն ինչի մեջով անցնեք ու չհասկանաք, որ այդ ականջները ձեր շոյող, այդ խոսքեր բլբլացող փրկիչները ձեզ միայն աղետ կարան բերեն։ Ասենք մտքերովդ անցելա, որ կա ասենց բան, ասենք գաղափարախոսություն, ծրագիր, ազգային ծրագիր, կամ թեկուզ իրենց կառավարման ընկալելի, հասկանալի եւ իրականանալի ծրագիր։ Մեկից հարցնեք, ասենք, բալավ, ձեր ծրագիրը ո՞րն է։ Ասենք ծրագիր չի, որ գանք սրա վիզը կտրենք, մենք նստենք, դևին ուտենք, մենք դառնանք դև։ Դա ծրագիր չի։ Մինչև հիմա բոլորը տենց են եկել։ Ինձ ընտրեք, ես լավն եմ։ Ինչով ես լավը։ Որ լսում ես նույնիսկ այն դեբատները, որ լսեցինք, աբսուրդներ, աբսուրդներ։ Լապշա, ինչքան կարան, լապշա կախեն ձեր ականջին, դուք էլ դրան ընդունեք որպես փրկիչ։ Ես հատուկ եմ այդ ուղղագրական սխալով ասում, էլի փրկիչ։ Որտեղ որ նայում ես ինտերնետը, խայտառակ վիճակ է անգրագիտության։ Հիմա կարելի է որ մտածեք ձեր լավ ձերը կոպիտ ասած ջհանդամ ձեր սիրելի լեզով ասած, այդ լապշա սիրողների լեզով։ Ձեր երեխաների ապագան կարելի մի անգամ դուք մտածեք ձեր սերունդի մասին։ Չգիտեմ, էլի կենթանական աշխարհում նույնիսկ ընդունված է իրենց սերունդի, իրենց ձագերի մասին մտածելը։ Մեր մոտ երբ է այդ բնազդը կորել, մեր մոտ երբ է տատիկին հետաքրում, թե իր լեշը ով է դնելու հողի մեջ։ Եվ հանուն դրա, որ ինչ որ մեկը իր լեշը չթողի, ոչ մեկը տանթաղ չեք մնալու, տանելու են գցեն փոսը, դրա համար արժի դու քո սերունդների ապագան, քո երեխեքին դժողքի, ուրեմն դժողքից մի հատ կառավարիչ ընտրես, արժի, կամ մի փոր հացի համար։ Մի հատ հարց եք էլի, մի հատ նայեք, ովքեր որ հավակնում են իշխանության գալու, մի անգամ ձեր մեջ հարց տվեք, ասեք, ձեր ծրագիրը ո՞րն է։ Այդ որ սենց չպատմեն, որ սենց լավա լինելու, որ սենց ծառերից
մեր տանձից առել զանց հետո մանդարին ու ապեսին աճել ու տենց բաներ չխոստանա։ Կներեկա բատարող չեմ։ Այլ որ իրական ծրագիր երկիրը այս փոսից ոնց են դուրս բերում։ Որ դուք տեսնեք, հասկանաք, հավատաք դրան։ Լավ շատ չլինի երթական կախեն ձեր ակաշ դեն։ Հեքելա բոլ եղավ այդ փրկիչներին, մանավանդ ստեից ընդեից փախած Մոսկվայից, Ռուսաստանից, Ամերիկայից, չգիտեմ որտեղից, փրկիչներա որ իր հայտ են գալիս։ Մտածեք, մտածեք ձեր երեխեքի մասին։ Քանի սերունդ տանեն, կոտորեն, սպանեն, վերացնեն, հայրենիքը քանի մասի բաժանեն, ծախեն, որ դուք հասկանաք, որ սպիտակ ձիու վրա նստած փրկիչ չի գալու, հերթական սատանի ճուտն է գալու, որ ձեր ականջների լապշա կախելով է գալու։ Ընտրեք ձեր սերունդների համար։ Նույնիսկ երիտասարդները պիտի ընտրեն իրանց սերունդների համար։ Այդքան